կկատարիր գնումների իդեալ համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Ես էլի հարց ունեմ կենտրոնական բանկի հետ կապված կխնդրեմ վերջին 3-4 ամիսների ներկայացնեք նախ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ինչ ընթացք է ունեցել, ինչ բարձրացել է իջել է եւ գնաճի վրա ազդեցությունը կամ գնաճը վերաֆինանսավորման տոկոսադրույքի վրա ազդեցությունը որքան է կազմում, արդյոք գնաճը երևում է, որ պարոն Հովհաննիսյանը նշեց, որ ունենք գնաճ, այսինքն չգիտեմ թիրախից այս դեպքում ավելին է, խնդրեմ ներկայացնեք ինչ պատկեր ունեք դուք կենտրոնական բանկում։ Շատ լավ, շնորհակալություն Տիգրան Մանավազյան, պարոն Հովհաննիսյանն էլ ասաց, որ գնաճը 2026 թվականի սկզբում արագացումը կրում է գլոբալ բնույթ, էներգակիրների գների աճը, տրանսպորտային ուղիների վատթարացումը ոչ միայն մեր համար, այլև նեղուցներով, ցամաքային ուղիներով, էական գնաճներ ստեղծել ոնց որ Եվրոմիության համար բարձրացրեցին տոկոսը ու իրենց թիրախից էականորեն վերև են 2% թիրախը Եվրոմիությունում 3%-ից ավել գնաճ ունեն Միացյալ Նահանգներում 2% թիրախը այս պահին էլի 3%-ից ավել գնաճ ունեն Վրաստանի մեր հարևան երկրում 5%-ից ավել է 5.3% գնաճը, երբ որ իրենց մոտ էլ է 3% թիրախը, իրանք էլ են տոկոսադրույք բարձրացրել 8%-ից 8.25 սարքեցին, իրենց տոկոսադրույքի մակարդակը մեզնից մոտ 2% բարձր է այս պահին։ Մեր պարագայում մենք 6.5% է հիմա, վերջին անգամ 0.25% տարեսկզբին իջացրենք, դրանից հետո գործողություն չենք իրականացրել։ Դինամիկան հետևյալն է, մենք ունեցանք պիկային արագացում ապրիլ ամսին դարձավ 5.3%, այնուհետև թուլացավ գնաճը 4.2% է այս պահին կազմում 12 ամսյա գնաճը ու մենք ռիսկերի կառավարման մեր մոտեցմամբ հետևում ենք երկու հնարավոր տարբերակների էլ միաժամանակ, որ հնարավոր է նաև գլոբալ պահանջարկի թուլացում, մենք դեռ չենք շտապում եզրակացություններ անելու, որ այդ գնաճը պատկերը փոխում է մեր համար, ու մենք պարտադիր պետք է տոկոսադրույք բարձրացնենք, որտեղ հնարավոր է նաև արտաքին պահանջարկի նվազման մեր համար սցենարներ, Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճը թույլ է, բացի այն խնդիրներից, որ քննարկվում է վերջերս կապված Հայաստան-Ռուսաստան առևտրի հետ, ինքնին Ռուսաստանի տնտեսության թուլացումը մեր համար թույլ արտաքին պահանջարկը, Եվրոմիության տնտեսությունն էլ է թույլ, համ գնաճն է բարձրանում, համ էլ տնտեսությունն է թույլ ու այդ կոմբինացիան ինչպիսի ազդեցություն կունենա մեր վրա, մանավանդ որ նավթի գները կրում են շատ կոնկրետ ռազմաքաղաքական ազդեցություն ու մենք 2-3 ամիս ունեցանք $100 շուրջ 95-105 այս շրջանում գներ, այս պահին նավթի գները իջել են 80-85 մակարդակի վրա, շուկայական այդ սպասումներով, որ խնդիրը պետք է լուծվի, որի հետ միասին հավանաբար նաև այդ հաղորդակցության ծախսերը պետք է նվազեն համաշխարհային ապրանքահումքային ապրանքների համար, հայկական տարանցվող ապրանքների համար, այդ իմաստով մենք ուշի ուշով հետևում ենք իրավիճակին, ցանկացած ուղղությամբ էլ կարա մեր գործողությունները լինի, եթե մենք տեսնենք, որ կամ գնաճային սպասումներն են ապախարսվում ու գնաճն է դառնում խնդիր, թե հակառակը պահանջարկն է դառնում խնդիր ու մենք պահանջարկ խթանելու իրավիճակում կարող ենք հայտնվել։ Այդ իմաստով մենք գտնում ենք, որ մի քիչ էլ ամփոփելով ընդհանուր առմամբ ավելացնելով պարոն Հովհաննիսյանի ասած, մի քիչ ավելի երկար շրջանում գների կայունությունը այս ամբողջ բարձր տնտեսական աճի ֆոնին վերջին տարիների ընթացքում գների կայունությունը եղել է ապահովված ու ֆինանսական կայունությունը մենք ունեցել ենք բարձր տնտեսական աճ եւ նույնիսկ ցածր գնաճ 2-3 տարի մենք ունեցել ենք թիրախին ներքև հետո մենք թիրախն էլ փոխեցինք 4-ից իջացրեցինք 3 ու այդ 3-ն էլ 3 ու 3 եղավ 25 թվականը մենք վստահ ենք որ մեզ տրված ժամանակային հորիզոնում մենք գնաճը կպահենք 3% թիրախում
ու մի երկու բառ էլ ուղղակի ավելացնեմ, այն ինչ որ կապված էր ռիսկերի հետ, փոխարժեքային եւ այլն, ինչպես պետական ֆինանսների մասով, պարտքի մասով, որ դեդոլարիզացիա է գնացել, նույնպես մեծ դեդոլարիզացիա մեծ մի քիչ բառա, որտեղ շատ դանդաղ ցուցանիշ է, վարկերի դոլարիզացիան 31-32% ենք հասել, ավանդների դոլարիզացիան եւս 30% ենք մոտենում, որը շատ մեծ թիվ է, մի քիչ եթե մեծ հորիզոնով ասեմ, հակառակն էր պատկերը 10 տարի առաջ 70-30-ը 30-70-ը դարձել ու դա մի քանի հետևանքներ ունի տոկոսադրույքների մասով էլ ու ռիսկերի մասով նաև որ մենք ավելի ապահովագրված ենք ցանկացած շոկերում մանավանդ ֆիզիկական անձ վարկառուների գծով, հիպոթեկային վարկառուների, որոնք մեծ գումարներ են կազմում քաղաքացիների համար ու մյուս կողմից էլ այստեղ այդ տոկոսադրույքների մասն ենք մենք ըմբռնումով մոտենում, ինչու, որովհետև այդ հայկական դրամով պարտավորությունները հիմնականում ներքին գոյացված խնայողությունների հաշվին են, ավանդների հաշվին, որը 27% ժամկետային ավանդները աճ են գրանցել, ու այդ ավանդների աճը ապահովելու համար բանկերը մրցում են ավանդների շուկայում ու այնտեղ էլ դեռևս չունենք, հնարավոր է, որ արտաքին հոսքերը դեպի մեր կապիտալի շուկա, դեպի մեր դրամով ակտիվներ, այդտեղ էլ թույլ կտան մեզ որ տոկոսադրույքները ներքև իջնեն։ Արտականգում եք, չէ՞։ Հարցեր չկան այլևս։